Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն, օր մայիսի 24։ Ձեզանից մեկը հազարին կհալածի, որովհետև ձեր Տեր Աստվածն ինքն է, որ պատերազմում է ձեզ համար։ Հեսու 23:10 խոսք։ Ինչու զորքի գլուխները հաշվել։ Աստծո հետ մեկ մարդը մեծամասնություն է, նույնիսկ եթե հակառակ կողմում բյուրավոր մարդիկ կան։ Երբեմն մեր օգնականները չափազանց շատ են, որպեսզի Աստված գործի նրանց միջոցով, ինչպես Գեդեոնի դեպքում, որը ոչինչ չէր կարող անել, մինչև չավելացներ իր ուժերը, կրճատելով նրանց թիվը։ Բայց Տիրոջը զինվորները երբեք չափազանց քիչ չեն։ Երբ Աստված ցանկացավ ազգ հիմնել, նա կանչեց Աբրահամին և օրհնեց նրան։ Երբ նա ցանկացավ հաղթել հպարտ փարավոնին, նա բանակներ չօգտագործեց, այլ միայն Մովսեսին և Ահարոնին։ Մեկ մարդու ծառայությունը, ինչպես որոշ իմաստուններ են անվանում, Տերը շատ ավելի հաճախ է գործածում, քան մարզված զորքերը իրենց սպաներով։ Արդյոք բոլոր իսրայելացիները միասին սպանեցին այնքան շատերի, որքան միայն Սամսոնը։ Սավուղը և նրա զորքերը սպանեցին հազարավորների, իսկ Դավիթը բյուրավորների։ Տերը կարող է թշնամուն հսկայական առավելություն տալ և միևնույն է հաղթել նրան։ Եթե մենք հավատք ունենք, ապա Աստված մեզ հետ է, ուստի էլ ինչ նշանակություն ունի հակառակորդի քանակը։ Մի հովվի շուն կարող է իր առջևից քշել ոչխարների հսկայական հոտ։ Եթե Տերն է քեզ ուղարկել եղբայրիմ, ապա նրա զորությունը կկատարի նրա աստվածային նպատակը, հետևաբար վստահիր խոստմանը և քաջ եղիր։